Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները, որոնք արդեն հասցրել են սիրվել հեռուստադիտողների կողմից։ Լիլիթն արդեն հոգեբանական ծանր վիճակում է գտնվում Աննայի մոտ հայտնվելուց ու նրան խեղդել փորձելուց հետո ամեն ինչ իր դեմ է։ Նախ որդին իմանալով այդ ամենի մասին մեղադրում է մորը, որ քրոջը փորձել է վնաս հասցնել, այնուհետև հորն ասում է, որ ամաչում է մոր պահվածքից, որ նա գնացել է ու փորձել խեղդել քրոջը։ Բնականաբար Սոսը Աննային սիրելով չէր կարող անտարբեր լսել այդ ամենն ու որոշում է գալ Աննայի մոտ, բայց այստեղ զարգացումներն էլ ավելի հուզիչ ու դրամատիկ են դառնում, երբ Անան Սոսին մեղադրում է, որ իր կողքին չի եղել իր համար ամենածանր ժամանակներում, որ իր կողքին չի եղել, երբ կորցրել է իր երախային դեռ չտեսած։ Բնականաբար Սոսը չունի պատասխան ու արդարացնում է իր հարազատ մորը։ Դիտեք ամենահետաքրքիր կադրից Գնաց։ Դու ես որևէ սերիայում, այո։ Վերջին զանգի էջում մրցույթ ենք հայտարարում։ Պետք է ասես ու Արը ձեռը Պայմանները շատ հեշտ են։ այո։ Առաջինը պետք է հետևեք վերջին զանգի նորից։ Եվ պիտի վայնապ ենք ասել։ Ու մենք մրցույթ։ Չէ, մի հատ եմ ստերի տակ։ Եջին։ Ու մյուս Այո, գլխավոր պայմանին։ ու նշված էջերի։ Այո, եւ գլխավոր Գնաց։ հայտարարում ենք Մրցույթ։ Այո, մրցույթ ենք հայտարարում եւ հայտարարում ենք Մրցույթ։ հայտարարում ենք մրցույթ։ Իդեպ նախապայմանները շատ հեշտ են։ Ինչ նախապ։ Ցած բոլոր էջերին որը կնշի։ Այո, եւ մյուս մնացած արարում ենք մրցույթ։ Իդեպ հաղթելու նժնը էջը նշված էջերին ներքևում։ Եվ պիտի Գնաց։ ինչ հայ ասում հայտա։ Մրցույթ։ Մրցույթ ենք հայտարարում եւ Բարի օր բոլորին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս սարսափելի ակտիվության համար, իհարկե ես գիտեմ, թե դուք որքան եք սիրում մեր սերիալը, ես գիտեմ, թե դուք որքան ուշադիր եք, հետևողական ու գիտեմ, թե որքան շատ սիրված են մեր կերպարները եւ շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք մեզ, շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք իմ էջին, հետևում եք վերջին զանգի էջին, չգիտեի, որ այդքան մեծ է ցանկությունը շատերի մոտ նկարահանվել մեզ մոտ մեկ սերիայում ունենալ շատ հետաքրքիր տեսարան ձեր սիրած կերպարների հետ, այնպես որ շարունակեք այս ակտիվությունը եւ տեսնենք, թե ով է ընտրվելու եւ ով է հայտնվելու մեր վարկանիշային հեռուստասերիալում։ Սպասում ենք ձեզ։ Տղես, լավ ես, մամայի գանձ։ Նային կիսուրը, ոնց է չի ուզում, որ տղես ինձ շատ սիրի։ Ես ստատուս եմ շատ սիրում։ Խնդրեմ, ոնց է այն է մամայի բալա մեծացրին, տեսել Քեզ նման չի։ կերել են։ Աղջիկներ ջան, մի կռվեք։ Եկուս ուտել ճիշտ է։ Մենք շատ համերաշխ ենք իրականում։ Հենց հետո հասնում ասոսին, սաղջիկը դառնում անճանաչելի գազա։ Չէ, ես իմ հարցերը պետք է կարգավորեմ։ Դեպքերն իմ պատկերացրածից արագ են զարգանում։ Բագրա, դու հետդ աշխատացրու, դու չես կարող ես խառնած պարտված լուծել։ Բագրա։ Հոպ։ Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչեր է կատարվում։ Հեսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամբ։ Էլմի։
Դու ուզում ես, չէ՞։ Անակ եմ։ Շատ։ Ուրեմն, այս թորին հատուկ իմ ընկերուհու մասին է, ուզում եմ իմանաք բոլորը տիրան։ Եթե ինքը չլիներ, ես առհասարակ շատ քիչ բան կհասցնեի իմ կյանքում անել, որտեղ ինքը միշտ ինձ օգնության է հասնում։ Ոչ միայն լավագույն մասնագետն է, colorist, մազերի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել։ ստիլիստ, Այո, անձնական ստիլիստ, ֆոտոգրաֆ, մի խոսք։ բացահայտեցի թաքուն գախտնի ինչ որ բաներ, ջիղեր որ Երեխեքը նենց թույնորենք ունեցե, հիմա էլ արդեն վազում ենք, որ գնանք մեր պրեմիերայի ներկայացում խաղան գանք։ Մի խոսքով այսօր գժական օրա, տենց, սանային կարող եք պատպիսացը լինել։ Շնորհակալություն։